Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գևորգյան, դրությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, նախ խուզարկվեց նրա տունը, հետո Multi Group կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկությունները, հետո հայտնի դարձավ, որ Արարատ ցեմենտը հանձնվել է Հայաստանի կառավարմանը, այնուհետև Multi Wellness-ի մարզասրահի շենքը անցել է Երևանի քաղաքապետարանին։ Խոսենք գործի մանրամասներից։ Նախ նախաքննությունը ինչ փուլում է եւ այս բոլոր գործընթացները մեկ միասնական քրեական վարույթի շրջանակներում են։ Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի եւ քննչական կոմիտեի վարույթում իրականացվող քրեական վարույթներով եւ կիսամյակային աշխատանքի արդյունքների վերաբերյալ հանրությանը իրազեկելու, ինչպես նաեւ հանրային հաշվետվողականությամբ հանդես գալու հնարավորությունը ապահովելու համար։ Ձեր կողմից վկայակոչված քրեական վարույթը մեկը չի, ձեր կողմից վկայակոչված դեպքերի իրադարձությունների կապակցությամբ քննչական կոմիտեում տարբեր ստորաբաժանումներում քննվում են 1 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որոնց հիմնական եւ գերակշռի մասով նախաքննությունը իրականացվում է տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում։ Նշեմ նաեւ, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քրեական վարույթները նախաձեռնվել են տարբեր տարիների ընթացքում, դրանք նոր չեն եւ կապված չեն ու պայմանավորված չեն որևէ ժամանակահատվածով, այլ ինչպես արդեն նշեցի, նախաձեռնվել են տարբեր ժամանակահատվածներում։ Դրանք նախաձեռնվել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, եթե ամփոփելու լինեմ մի քանի խոսքով, ապա կնշեմ, որ դրանք վերաբերում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելուն, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելուն, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելուն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի պատճառմամբ զուգորդված անապրանք գործարքներ կատարելու ենթադրյալ դեպքերին։ Նախաքննության ընթացքում քրեական վարույթներով համակողմանի եւ լրիվ նախաքննության պլանավորման շրջանակներում նախատեսվել եւ սույն թվականի հուլիսի 6-ին 70-ից ավելի հասցեներում միաժամանակյա իրականացվել են խուզարկություններ ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության, ոստիկանության աշխատակիցների ներգրավմամբ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են, ինչպես նաեւ վերցվել են տարբեր իրեր, առարկաներ, փաստաթղթեր, համակարգիչներ, համակարգչային սերվերային համակարգեր, էլեկտրոնային այլ կրիչներ, այդ թվում հայտնաբերվել եւ վերցվել է նաեւ այնպիսի առարկաներ, որոնք ենթադրաբար եղել են հափշտակված, օրինակ տրանսպորտային միջոցներ, քիչ անց ես անդրադարձ կկատարեմ նաեւ մեղադրանքի որոշակի դրսևորումներին եւ պետք է նշեմ, որ խուզարկությունների արդյունքում հնարավոր է եղել հայտնաբերել հափշտակված տրանսպորտային միջոցների մի մասը։ Խուզարկությունների ընթացքում պարզ է դարձել նաև, որ տնտեսվարող սուբյեկտներից մի մասի գործունեության հասցենում, բացի որոնողական գործողություններից, անհրաժեշտություն կա իրականացնելու նաև առկա ապրանքանյութական միջոցների գույքագրում եւ դրանով պայմանավորված նախաքննական մարմնի կողմից, վարույթն իրականացնող քննիչի կողմից կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ 1 տասնյակից ավել, մոտ 18 հասցեների նկատմամբ եւ հաջորդիվ ու անհապաղ որոշումներ են կայացվել ապրանքանյութական միջոցների առկայության ստուգում նշանակելու մասին։ Իսկ տնտեսվարող սուբյեկտների մի մասի դեպքում նաեւ որոշումներ են կայացվել համալիր հարկային ստուգումներ նշանակելու մասին եւ դրանց կատարումը հանձնարարվել են պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրման բարձրացված հարցի երկրորդ մասին, Արարատ ցեմենտի պետության կառավարմանը փոխանցվելու իրավականորեն հիմնավորվածությունը ոնց է այն ասում կառավարության կառավարմանը եւ նաեւ Multi Wellness-ի պարագայում համայնքային ենթակայությանն անցումը։ Շատ լավ, քրեական վարույթներով ստացված փաստական տվյալների համաձայն Արարատ ցեմենտ գործարանը նշված ընկերությունը հանդիսանում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով բռնագանձման ենթակա
նյութական միջոց եւ դատախազության կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցի միջնորդության քննության արդյունքում հակակոռուպցիոն դատարանի կողմից որոշում է կայացվել այն բավարարելու եւ Արարատցեմենտ ընկերության բաժնետոմսերը պետության պահպանությանը եւ կառավարության հանձնելու վերաբերյալ իդեմս էկոնոմիկայի նախարարության։ Իսկ ապահովման միջոցներ են դրանք, ոչ թե վերջնական որոշման արդյունք։ Վերջնական որոշում չկա, վարույթը շարունակվում է, ուզում եմ հստակ շեշտել, որ քրեական վարույթով Արարատցեմենտի գործարանը դատավարական կարգավիճակ որպես այդպեսին չունի եւ վարույթով նշված ընկերությունում գործարանում իրականացվել են եւ ներկայումս շարունակվում են իրականացվել գույքագրման եւ համալիր հարկային ստուգման աշխատանքները։ Ինչ վերաբերում է Multi Wellness կենտրոն ընկերությանը, ապա քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական կոմիտե է ստացվել Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված գրությունը եւ համապատասխան կից հիմնավորող փաստաթղթերը այն մասին, որ ընկերության անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականությունը, այսինքն կադաստրային գրանցում է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցում է ստացել, որպեսզի փաստով պայմանավորված նշված գույքը ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին։ Այս իրավիճակը մի փոքր տարբերվում է Արարատցեմենտի իրավիճակից այն առումով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ է ի պահ հանձնվել համայնքային իշխանություններին։ Դուք ասացիք, որ տասնյակից ավելի քրեական գործեր կան։ Իսկ մեղադրյալների քանակը։ Մեղադրյալները նշված քրեական վարույթներով համադրված տվյալների ես ձեզ ներկայացնեմ 13-ն են, 13 անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել այլընտրանքային խափանման միջոցները եւ կցանկանայի նաեւ հանրության ուշադրությունը հրավիրել եւ հանրությանը իրազեկել առանձին քրեական վարույթների վերաբերյալ հատկապես առանձնացնելով այդ քրեական վարույթներից նրանք, որոնք վերաբերում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելուն, ընդհանրապես կներկայացնեմ այն տնտեսվարող սուբյեկտների անվանումները եւ քրեական վարույթը նախաձեռնելու օրվա դրությամբ հաշվարկված նախնական լրացուցիչ հարկային պարտավորությունները, դրանք նախնական են, այնուամենայնիվ քրեական վարույթների շրջանակներում ենթակա են պարզաբանման եւ հստակեցման եւ այսպես եթե օրինակ խոսենք նոյ ապրանքանիշի ներքո հանդես եկող Երևանի Արարատ կոնյակի գինուղու կոմբինատ բազմաբաժնետիրական ընկերության մասին, ապա նախնական պետությանը պատճառված գույքային վնասը գնահատվում է 3 միլիարդ 224 միլիոն 507,198 դրամ։ Մեկ այլ ընկերության դեպքում մուլտի տաբակի մասին է խոսքը, այդ վնասը գնահատվում է շուրջ 21 միլիարդ դրամ։ Օլիմպ Ավանս ՍՊ-ի դեպքում այդ վնասը գնահատվում է շուրջ 21 միլիարդ Հայաստան Հանրապետության դրամ։ Մեկ այլ մուլտիտրանսպորտ ընկերության դեպքում այդ վնասը գնահատվում է 1.1 միլիարդ դրամ։ Ընդ որում ես կլորացված եմ թվերը նշում։ Արարատցեմենտ փակbaşնտիրական ընկերության վերաբերյալ քրեական վարույթով գույքային վնասի նախնական չափը գնահատվում է շուրջ 441 միլիոն դրամ։ Multi Wellness կենտրոն ՍՊ-ի վերաբերյալ գույքային վնասի չափը գնահատվում է շուրջ 832 միլիոն դրամ։ Firma New ՍՊ-ի վերաբերյալ սա հանրությանը հայտնի Orange Mall համալիրն է, նախնական գույքային վնասը գնահատվում է 492 միլիոն դրամ։ Art Ben ՍՊ-ի վերաբերյալ վարույթով սա Գագիկ Ծառուկյանի բնակության վայրի մոտակայքում գտնվող, ինչպես նաև Երևան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող բենզալցակայանները շահագործող ընկերությունն է։ Պետությանը պատճառված նախնական գույքային վնասը գնահատվում է շուրջ 518 միլիոն դրամ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե ՀԿ-ի վերաբերյալ վարույթով նախնական վնասը գնահատվում է շուրջ 308 միլիոն դրամ։ Onira Club ՍՊ-ի վերաբերյալ հանրության ավելի հայտնի է Փարավոն ռեստորանահյուրանոցային համալիրը, պետությանը պատճառված նախնական վնասը գնահատվում է շուրջ 82 միլիոն դրամ։ Multi Rest House-ի դեպքում այդ վնասը գնահատվում է շուրջ 78 միլիոն դրամ։
Euromotors PB-ի դեպքում այդ վնասը գնահատվում է շուրջ 77 միլիոն դրամ եւ ունենք քրեական վարույթ, որը վերաբերում է վառելիքի, ինչպես նաեւ տարատեսակ ապրանքների Հայաստան Հանրապետություն ներմուծմանը վաճառքին։ Այս քրեական վարույթով նաեւ Գագիկ Ծառուկյանը եւ մյուսները ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ եւ գտնվում են հենց այս վարույթով կալանքի տակ։ Այո, իրանցիների հետ կապված քրեական վարույթն է, որով վնասը գնահատվում է 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 դրամին համարժեք, 21 միլիոն 72 $827 դոլար, սա մի դրվագն է եւ երկրորդ դրվագը 934 419 ԱՄՆ դոլար։ Ընդհանուր նշված վարույթներով ընդհանուր գույքային վնասը եւ պետությանը եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառված գնահատվում է 21 միլիարդ 678 միլիոն 206 494 դրամ, որի գերակշիռ մասը շուրջ 13 միլիարդ դրամը ըստ քրեական վարույթով արկա տվյալների առերևույթ հարկեր չվճարելու արդյունքում ձևավորված լրացուցիչ հարկային պարտավորություններն են։ Երբ նախաքննությունը ամբողջությամբ կավարտվեն կամ մեծամասամբ կավարտվեն եւ գործերը դատարաններ կուղարկվեն։ Քրեական վարույթը ներկա փուլում գտնվում է ինտենսիվ նախաքննության փուլում, իրականացվել են անհետաձգելի եւ ներկայումս էլ շարունակվում են իրականացվել նմանատիպ քննչական գործողություններ։ Քրեական վարույթի նախաքննությունը առաջ է շարժվում ինչպես փաստաթղթային, այնպես էլ վերբալ ապացույցների ձեռքբերման ուղղությամբ, նշեմ, որ արդեն իսկ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հարցաքննվել են տուժողները, իրականացվել է տուժողների եւ մեղադրյալների առերես հարցաքննություններ, իրականացվել են բազմաթիվ թվային խոզարկություններ, դրանց արդյունքում վերծանված էլեկտրոնային ապացույցների զննություններ շարունակվում են դրանք, իրավական փոխօգնության հարցումներ են ուղարկվել, բանկային գաղտնի կազմող տեղեկությունների թույլտվություն է ստացվել դատարանից, որ ուղարկվել է կենտրոնական բանկ եւ ինչպես իմ խոսքի սկզբնական մասում նշեցի, նշանակվել են համալիր հարկային ստուգումներ եւ սովորաբար տնտեսական բնույթի հանցագործություններով եւ հատկապես հարկային բնույթի հանցագործություններով, հարկային իրավախախտումների դեպքերով լրացուցիչ հարկային պարտավորությունների վերջնական ճշգրտումը հնարավոր է լինում իրականացնել համալիր հարկային ստուգումների միջոցով, ապա անհրաժեշտության դեպքում նաև դատահաշվապահական փորձաքննություններ իրականացնելու միջոցով եւ նշված գործողությունների ավարտին զուգահեռ նախատեսվում է նաև ավարտել քրեական վարույթները, խոսքս վերաբերում է հիմնականում տնտեսական բնույթի, այսինքն հարկային հանցագործություններին, իսկ խարդախության եւ մյուս դեպքերով նախաձեռնված քրեական վարույթները թեև էլի գտնվում են նախաքննության փուլում եւ նշանակված են տարատեսակ փորձաքննություններ, սակայն նախաքննական մարմինը նախատեսում է հնարավոր կարճ ժամանակահատվածում ամփոփել ձեռքբերված ապացույցները եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան։ Պետական դավաճանության եւ լրտեսության հատկանիշներով քննվող վարույթ կա քննչական կոմիտեում վերաբերելի Անդրանիկ Թևանյանին եւ նրան փոխկապակցված անձանց հետ։ Սրա մասին ինչ մանրամասներ կհայտնեք։ Տեսեք, նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթներով հանրային տեղեկատվություն ներկայացնելիս քննչական կոմիտեն մշտապես առաջնորդվում է այն սկզբունքով, որպեսզի հնարավորինս զերծ մնա հավելյալ տեղեկատվության տրամադրումից այն նկատառումով, որ նախաքննական գաղտնիք նախ եւ առաջ չհրապարակվի, բացի այդ հանրության մոտ վաղաժամ ընկալումներ չձևավորվեն վարույթով անցնող անձանց մեղավորության կամ անմեղության վերաբերյալ եւ հետեւաբար այդ նկատառումներից ելնելով ես կփորձեմ հնարավորինս սեղմ պատասխանել նշված հարցին։ Այո, կա այդ քրեական վարույթը քննվում է քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, նախաձեռնվել է պետական դավաճանության եւ լրտեսության հատկանիշներով ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա։ Ըստ քրեական վարույթի նյութերի փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Անդրանիկ Թևանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանդիսացել է Հայաստան կուսակցությունների դաշինքին հարող քաղաքական գործիչ եւ համապետական ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորության թեկնածու։ 2024 թվականին ըստ արկա փաստական տվյալների վերջինս հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, այնուհետև
Ռուսիա Կովկաս կենտրոնի աշխարհակահաղական կենտրոնի ղեկավարի հանձնարարությամբ, ով ըստ երևույթին ըստ փաստական տվյալների հանդիսանում է նաև օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը առերևույթ կատարել է պետական դավաճանություն ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության, արտաքին անվտանգության առերևույթ հանցանքի կատարումը դրսևորվել է լրտեսության եւ պետական գաղտնի կազմող տեղեկությունները ապօրինի հավաքելու եւ նշված անձին փոխանցելու եղանակով ըստ արկա փաստական տվյալների Անդրանիկ Թևանյանը 622,000 դոլար վարձատրության դիմաց հավաքագրել է 2024 թվականի ապրիլ ամսին ազգային ժողովի փակ եւ գաղտնի նիստի ընթացքում այդ լուսումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքները եւ ընթացքը արտացոլող փաստաթուղթ թարգմանել ռուսերեն լեզվով եւ փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին։ Նշված առերևույթ հանցանքը կատարելու հիմքով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պետական դավաճանության հոդվածով, քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քրեական վարույթի հետագա նախաքննությամբ վարորդային եւ ապացուցողական գործողություններ են իրականացվել պարզելու այն անձին, ում միջոցով Անդրանիկ Թևանյանը ստացել է 2024 թվականի ապրիլ ամսին ազգային ժողովի փակ եւ գաղտնի նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ փաստաթուղթը եւ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն այդ փաստաթուղթը վերջինիս փոխանցել է 2024 թվականի ապրիլի դրությամբ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ ունեցող Արեգնազ Մանուկյանը վերջինիս մեղսագրվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման առերևույթ հանցանքի կատարում նախատեսված քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասով եւ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը քրեական վարույթի հանգամանքների վերաբերյալ թերևս հրապարակման ենթակա այս տեղեկատվությունը կարող են փոխանցել միայն հավելեմ որ նախաքննական մարմնի կողմից նախատեսվում է առաջիկա ժամանակահատվածում ամփոփել ձեռք բերված ապացույցները եւ մեղադրական եզրակացությամբ քրեական գործը ուղարկել դատարան։ Լավ, անցնելով արդեն 2026 թվականի առաջին կիսամյակի քննչական կոմիտեի արված աշխատանքներին, վիճակագրական տվյալներին, առաջին կիսամյակում տարվա քանի հաղորդում է ստացվել քննչական կոմիտեի ստորաբաժանումներում։ Մինչ վիճակագրական տվյալների ներկայացնելը կցանկանայի նշել, որ վիճակագրական ցուցանիշների ամփոփման պարզ դարձավ, որ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննչական կոմիտեում ընդհանուր առմամբ պահպանվել է աշխատանքային ծանրաբեռնվածությունը բոլոր ստորաբաժանումներում եւ չնայած աշխատանքային ծանրաբեռնվածության արկայությանը, ինչպես նաեւ հաղորդումների քանակի էական աճին, նախաձեռնված քրեական վարույթների էական աճին եւ քննված քրեական վարույթների աճին, դրան զուգահեռ արձանագրվել է նաեւ քննիչների արտադրողականության եւ աշխատանքի արդյունավետության բարելավում, ինչը արտահայտվել է դատավարական ավարտների եւ հատկապես դատարան ուղարկված քրեական գործերի քանակական զգալի, կարելի նույնիսկ բնութագրել աննախադեպ աճով, որոնց ստորև կանդրադառնամ։ Ինչ վերաբերում է ստացված հանցագործության մասին հաղորդումներին, ապա նշեմ, որ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է առերևույթ հանցանքի մասին 41250 հաղորդում։ Համատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 35357, այսինքն աճը 5893 հաղորդում կամ 16.6%։ Առաջ անցնելով նշեմ, որ ստացված հաղորդումներից 32472-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը 4625-ով կամ 16.6%-ով ավելին է 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշից։ Ներկայացված հաղորդումներից 8778-ով կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին իրազեկում։ Մերժված այսինքն։ Այո, եթե կարելի է ձևակերպել, որը 1266-ով կամ
16.8% ավելին է, քան 2025 թվականի առաջին կիսամյակը։ Իսկ ինչ հիմքերով, պարոն Գևորգյան։ Սովորաբար առերևույթ հանցանքի մասին բավարար տվյալներ չպարունակելու մենք ունենք իրադատավարական ընթացակարգեր, հիմքերը մի քանիսն են, մեկը չի, դրանցից որևէ մեկին, այսինքն օրենսդրական այդ չափանիշներից որևէ մեկին չհամապատասխանելու դեպքում եւ հիմնականում դրանք այն հաղորդումներն են, որոնցում նկարագրված դեպքին իրադարձությանը հնարավոր չի եղել տալ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Բոլոր այս դեպքերում կազմվել են վարույթ չնախաձեռնելու մասին իրազեկումներ։ Ներկայացնեմ նաև, որ 2026 թվականի առաջի կիսամյակում քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ քննվել է 58820 քրեական վարույթ։ Այս թիվը 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելին է 2006-ով կամ 3.5%-ով։ Քանիսն է դատարան ուղարկվել։ Դատավարական ավարտներին անդրադառնամ, հաջորդիվ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում միայն կարճված եւ դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը կազմել է 20988, որը 2292-ով ավելին է 2025 թվականի համադրելի ցուցանիշից։ Ինչպես նշեցի, դատարան ուղարկված վարույթների դեպքում մենք ունենք աննախադեպ ցուցանիշ, մասնավորապես 26 թվականի առաջի կիսամյակի ընթացքում դատարան է ուղարկվել 9910 քրեական վարույթ։ Համատության համար նշեմ, որ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 6111, այսինքն աճը կազմել է 3799 վարույթ կամ 62.2%։ Դա նաև քննիչների աշխատանքի արդյունավետության։ Այո, քննիչների աշխատանքի արդյունավետության մասին է խոսում, ոչ միայն քննիչների աշխատանքի արդյունավետության, այլ նաև արտադրողականության բարձրացման եւ վերահսկողական ու կազմակերպական մեխանիզմների։ Ինչ չափի նյութական վնաս է արձանագրվել պետության համար։ Շատ լավ, տեսեք, միջև նյութական վնասի չափին անդրադառնալը նշեմ, որ քննչական կոմիտեում պետությանը, համայնքներին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է տարբեր չափորոշիչների վրա։ Մասնավորապես մեր կողմից հաշվառումը իրականացվում է նախ եւ առաջ ավարտված քրեական վարույթներով պատճառված եւ վերականգնված գույքային վնասի մասով ավարտը նկատի ունենք դատարան ուղարկված եւ կարճված քրեական վարույթները, ապա հաշվառում է տարվում նաեւ անավարտ քրեական վարույթներով, որոնք գտնվում են ընթացքի մեջ նախաքննության փուլում։ Եվ ըստ այդմ ավարտված քրեական վարույթներով պետությանը, համայնքներին եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը 2026 թվականի առաջին կիսամյակում գնահատվել է 10 միլիարդ 205 միլիոն 685 հազար դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 3 միլիարդ 165 միլիոն 49 հազար դրամը կամ ընդհանուր պատճառված գույքային վնասի շուրջ 31%-ը։ Բացի այդ, կոմիտեում նաև հաշվառում է տարվում արգելադրված գույքի վերաբերյալ, սա քրեադատավարական գործիք է, որը հնարավորություն է ապահովում հետագայում պատճառված գույքային վնասը վերականգնել։ Ըստ այդմ ավարտված քրեական վարույթներով արգելանք է դրվել 154 միլիոն 606 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։ Անավարտ քրեական վարույթների դեպքում առաջին կիսամյակի ընթացքում վերականգնվել է 6 միլիարդ 624 միլիոն 467 հազար դրամ։ Արգելանք է կիրառվել 141 միլիոն 316 հազար դրամ դրամական միջոցների եւ գույքի նկատմամբ։ Եթե համադրենք եւ ամփոփենք առաջին կիսամյակի ընթացքում ավարտված եւ անավարտ քրեական վարույթներով պետությանը, համայնքներին, ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասից վերականգնվել է 9 միլիարդ 789 միլիոն 516 հազար դրամը եւ ընդհանուր առմամբ կալանք է դրվել 295 միլիոն 922 հազար դրամի վրա։ Կցանկանայի նաեւ վերականգնված գույքային վնասից առանձնացնել այն մասը, որը վերաբերվում է պետությանը պատճառված գույքային վնասին եւ ըստ այդմ վերականգնված վնասից 9 միլիարդ 142 միլիոն 727 հազար դրամը վերաբերում է պետությանը պատճառված գույքային վնասին։ Նաև հարցադրմանի պատասխան կցանկանայի շեշտել, որ գույքային վնասի
վերականգնումը հնարավոր է եղել ապահովել հիմնականում տնտեսական, ինչպես նաև հարկային բնույթի իրավախախտումների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում։ Իսկ ոլորտային բաժանում կա, թե որ ոլորտներում են ամենաշատ վնասները պատճառվել պետությանը։ Սովորաբար, ինչպես նշեցի, տնտեսական եւ հարկային բնույթի ենթադրյալ հանցագործություններն են դրանք, եւ որոնցով էլ ավելի շատ տեղի ունենում պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնումը։ Քննիչների արդյունավետության մասին էլ խոսենք, ձեր բերած ցուցանիշները եւ նաեւ ձեր գնահատումը փաստում են քննիչների աշխատանքի արդյունավետության մասին, բայց հիմնականում ինչ ցուցանիշներով եք չափում նրանց արդյունավետությունը եւ առաջին կիսամյակում ինչ առաջընթաց է արձանագրվել այս ուղղությամբ։ Շնորհակալություն հարցի համար։ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի արդյունավետության եւ նաեւ արտադրողականության աճի մասին այլ դուք ճիշտ եք իրավացիորեն նկատեցիք, վկայում են մեջբերված վիճակագրական ցուցանիշները եւ վիճակագրական տվյալները։ Քննչական կոմիտեում իրականացվել են եւ շարունակաբար իրականացվում են տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են աշխատանքային արդյունավետության բարձրացմանը եւ այդ աշխատանքային արդյունավետության բարձրացման արդյունքում նաեւ քննիչի աշխատանքի կատարված աշխատանքի գնահատմանը, նաեւ մոտիվացիոն սխեմաների, մոտիվացիոն մեխանիզմների գործարկմանը, կիրառմանը։ Ցանկանայի արձանագրել, որ արդյունավետության, քննիչների աշխատանքի արդյունավետության բարձրացումը մեկ կամ ինքնավար որևէ գործողության միջոցառման արդյունք չէ, դա համալիր փոխկապակցված, փոխլրացնող տարատեսակ ընթացակարգերի համաժամանակյա կիրառման արդյունք է, որոնք ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում տվել են եւ շարունակաբար տալիս են իրենց արդյունքները, եւ եթե նկարագրելու լինենք այդ մեխանիզմները, պետք է նշեմ, որ դրանք արդյունք են քննչական կոմիտեում կազմակերպչական եւ վերահսկողական մեխանիզմների կատարելագործման, վերանայման, նոր գործիքների ներդրման եւ դրանք բնականաբար իրականացվում են քննչական կոմիտեի նախագահի ներքին իրավական ակտերի, գրավոր հանձնարարությունների եւ հրամանների տեսքով կարճ կանդրադառնամ դրանցից առավել կարևորներին, այո, որոնք բերել են արդյունավետության բարձրացման։ Քննչական կոմիտեի նախագահի կողմից ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին տրվել է գրավոր հանձնարարություն պարբերաբար ուսումնասիրելու անմիջական ենթակայության ներքո գործող քննիչների վարույթներում գտնվող քրեական վարույթները, հատկապես տևական ժամանակ քննվող քրեական վարույթները եւ քրեական վարույթների դատավարական ավարտին միտված թիրախային ու առարկայական քննչական գործողություններ կատարելու գրավոր հանձնարարություններ տալ ենթակա քննիչներին։ Նույն հանձնարարականի շրջանակներում ստորաբաժանման ղեկավարներին հանձնարարվել է նաև պարբերաբար ուսումնասիրել իրենց կողմից տրված հանձնարարությունների կատարման վիճակը եւ քննիչների կողմից պատճառաբանված զեկուցագրի հիման վրա երկարաձգել հանձնարարության կատարման ժամկետը կամ անհարգելի պատճառներով սահմանված ժամկետներում հանձնարարության պահանջները չկատարելու դեպքում նախաձեռնել տվյալ վարույթն իրականացնող քննիչի նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգեր։ Այս գործիքի ներդրմամբ ըստ էության հնարավորություն ընձեռնվեց ստորաբաժանման ղեկավարների ուղիղ մասնակցությամբ իրականացնել քրեական վարույթների համաչափ պլանավորում, քննչական գործողությունների առավել թիրախային եւ առարկայական պլանավորում եւ իրագործում, եւ կարծում եմ այս գործիքի ներդրմամբ եւ շարունակական կիրառմամբ հնարավորություն ստեղծվեց նաեւ բարձրացնելու քննիչների աշխատանքային արդյունավետությունը։ Հաջորդ գործիքին, որին կցանկանայի անդրադառնալ, կրկին քննչական կոմիտեի նախագահի գրավոր հանձնարարությամբ է դա ներդրվել, վերաբերում է քննիչների կողմից յուրաքանչյուր օր իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ հակիրճ հաշվետվության ներկայացումը տեղեկանքի տեսքով իրենց անմիջական վերադասներին, որում նշում են, թե որ քրեական վարույթով, օրվա որ ժամին, ինչ տեսակի քննչական գործողություններ են իրականացրել։ Իրենց հերթին անմիջական վերադասները շաբաթվա կտրվածքով ամփոփում են նշված հաշվետվությունները եւ ներկայացնում կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանում։ Նշված հաշվետվությունները ամփոփվում են կենտրոնական մարմնի ստորաբաժանումում եւ յուրաքանչյուր ամիս գրավոր զեկուցագրով ներկայացվում քննչական կոմիտեի նախագահին։ Կարծում եմ ավելորդ չէ պարզաբանել, որ ամփոփումների ընթացքում վեր են հանվում
քննիչների կողմից իրականացված նախաքննության ընթացքում տեղ գտած թերությունները, ինչպես նաև վեր են հանվում այն ուղղությունները, նախանշում են այն ուղղությունները, որոնցում ապագայում պետք է պլանավորել եւ իրականացնել այն աշխատանքները, որպեսզի լրացվի նախաքննության ընթացքում տեղ գտած բացողումները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն էր։ Կհանդիպենք։